Հատկապես այս տարվա ցուրտ եղանակը եւս մեկ անգամ եկել է հիշեցնելու, որ հագուստի կարևոր բաղադրիչներից են գլխարկները եւ գլխակապերը։ Իսկ եթե դուք բացի տաք լինելուց ցանկանում եք նաեւ լինել նորաոճ եւ անել գեղեցիկ համադրություններ, ապա եկեք դիտարկենք 2026-ի ձմռան եւ գարնան համար առաջարկվող տարբերակները։ Քանի դեռ ձյունաշատ է եւ կրում ենք մուշտակներ, ամենահարմար տարբերակը մորթյա գլխարկներն են, որոնք մեզ վերադարձնում են կարծես 90-ականներ։ Բայց հիմա շեշտը հարկավոր է դնել արհեստական մորթու վրա, նախընտրելով հնարավորինս բնական գույներ։ Հաջորդի 2026-ի տրենդ են համարվում այսպես կոչված չեփչիկները։ Դրանք համադրելի են թե դասական վերարկուների եւ թե դուտիների հետ։ Կարող եք վերցնել ինչպես փափուկ գործվածքային տարբերակները, այնպես էլ կոշտ կտորներից։ Այս շարքը շարունակում են կապռները։ Այս դեպքում կարելի է հնարավորինս վառ գույներ ընտրել, նույն գույն ձեռնոցներ եւ համադրել մուգ գույն վերարկուների հետ։ Հաջորդիվ գլխաշորերն են, բայց ոչ մեզ հայտնի դասական տարբերակներով։ Նորաձև են առաջինը հաստ բրդից կամ քաշմիրից պատրաստված գործված մոդելները։ Իսկ երկրորդիվ ներսից տաք շերտով, դրսից կաշվե մոդելները, որոնք ունեն ավելի պաշտոնական տեսք։ Սրանք եւս համադրելի են տարբեր ոճի վերարկուների հետ։ Իսկ եթե դուք շատ եք մրսում կամ կարիք ունեք դեմքը եւս տաք պահելու, ապա օգտվեք 2026-ի մյուս տրենդից՝ բալակլավաներից, երբ դեմքն ու գլուխն ամբողջությամբ փակ է։ Սրանք անգամ կարող եք մուշտակների հետ համադրել։ Այս տարի նորաձև են նաև փիլբոքս կոչվող գլխարկները, որոնք ավելի շատ ոճի եւ ոչ թե տաքության համար են։ Դե իսկ արդեն դասական համարվող բերետներն ու սպորտային տաք գլխարկները մշտապես էլ համարվում են արդիական։